Եվ այսպես սիրելի հետևորդներ, առավոտ շուտ սկսել եմ, հենց առավոտվանից սկսել եմ Աստծու խոսքով, Աստծու երգեր լսելով, Աստծուն ոնց ասեմ, ապավինելով սիրելիներս, մի րոպե կոֆեն չթափվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրելով, որ ասեմ, որ արդյունքներս գալիս էր, որ չամաչեի կլացեի այս երգի տակ, բոլոր երգերի տակ, երբ որ ապավինում է Հիսուս Քրիստոսին, սիրելի հետևորդներ ջան։ Ասեմ, որ աչքերս լցվեց, բոլորս պետք է հավատքով լինենք, ներողամիտ լինենք, ասենք, ժողովրդի մեջ ենք ապրում, այս աշխարհում, միշտ ասենք սխալներ ենք գործում, պետք է միշտ ներողություն խնդրենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ էլ ների սիրելիներս, ես առավոտվանից մի ժամ, 2 ժամը արդեն ես ահագին երաժշտություններ եմ լսել, մարդ որ չի կարողանում Աստծո հետ կապվի, չի իմանում ոնց կապվի, երաժշտություն էլ պետք է լսել, սա էլ է նշանակում, որ դու հավատում ես Հիսուս Քրիստոսին, երկրպագում ես իրան, սիրելիներս, մեր վերջը Հիսուս Քրիստոսի մոտ է լինելու, դրա համար պետք է ապավինենք, ապաշխարենք, որ մենք ներում ստանանք, սիրելի հետևորդներ ջան, այս լավ երգով սկսեցի առավոտ շուտ, սուրճ տրեք, սիրելի հետևորդներ ջան, դուք ես սուրճ խմեք, միասին վայելենք։ Ինչ լավ քաղցր երգեր կա, ինչքան լավ խոսքեր եք լսում, սիրտդ լցվում է, քիչ է մնում լացես, սիրելի հետևորդներ ջան, չգիտեմ, բարի լույս ասեցի, թե չէ, երևի մոռացա, բարի լույս բոլորի սիրելիներս, ինչ ասեմ, բոլորիդ օրհնյալ օր լինի, Աստծո երգը ես միացրեցի, որ դուք էլ լսեք, Աստծո երգով, Աստծո ասենք շնորհքով բոլորիս օրը լավը լինի, իրար ներողամիտ լինենք սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել սիրելիներս, հենց սկզբից եմ հիշեցնում, էլ ինչ ասեմ ձեզ, շտա ես սուրճ ձեզքան շուտ չեմ խմելու, թողնելու եմ Հովանա, ձեզ թողնելու եմ ես և ուզում եմ ասեմ, որ այսօրվա մեր աշխատանքը լինելու է խոզի յուղով գաթա պատրաստելը, սիրելիներս, դե գնացինք կհանդիպենք։
Սելի հետևորդներ ջան, պատրաստում ենք գաթա, խոզի յուղով, հալած յուղով։ Մեր առաջներում գյուղերում միշտ խոզի յուղով էինք պատրաստում, այսօր հարմար առիթը չենք կորցնում, քանի որ ունենք հալած խոզի յուղ, նրանով էլ պատրաստում ենք։ Հիմա ալյուրը աչքաչափով լցրել եմ, հիմա մածուն եմ լցնում, մածունի մեջ լցնելու եմ, թորնիկս եկել է դռան հետևից ձեն է տալիս, սոդա եմ լցնում, լիթեի գթար, սիրելի հետևորդներ, խաղ, քիչ ոնց որ սնցանը, որ ավելի լավ երևա, այնքան պետք է խաղում, որ փրփրի, ոնց որ արդեն փրփրում է, ռեակցիայի մեջ մտավ։ Եթե քիչ եղավ, նորից կավելացնեմ, որտեղ աչքաչափով եմ լցրել, ուրեմն 2 հատ ձվի դեղնուցը կպահեմ, որ երեսը քսենք, իսկ սպիտակուցը կլցնեմ խմորի մեջ։ Այնտեղ այս մեկն է, ձվերը փոքր է, դրա համար 2 հատ լինեմ վերցնում։ Երկու հատը պահեցինք երես գցելու համար, իսկ 3 հատ էլ խմորի մեջ եմ լցում։ Սա էլ այսպես։ Հիմա խոզի յուղն եմ լցնում։ Սա էլ այսպես։ 2 ճաշի գթալ էլ լավ խոզի յուղից լցրեցինք։ Մեկ թեյի գթալ վաղելին եմ լցնում։ Խառնում ենք, էսի տնենք մի կողմ, սա էլ տնենք մի կողմ, այս ձվերն ենք մի կողմ, մեր խմորը պատրաստ ենք, սկսենք պատրաստել։ Աղներ եմ ցանել, աղաշուտ եմ ցանել սելի հետևորդներ, խմորի մեջ շաքարավազ չեմ լցնելու։ Շաքարավազ, որ խմորի մեջ լցնում ենք, լավ չի բարձրանում։ Խորիզը մի քիչ քաղցր կանենք, դա կփակի։ Սիրելի հետևորդներ, որը արդեն պատրաստ է մեր, սեղանին կհմցենք, մնացածները
Սերի հետևորդներ ջան, մեր խմորը պատրաստեցինք մածունով, ուրեմն երկու բաժակ, այն բաժակով կես մածուն գնաց մեջը, փափուկ խմոր ենք ստաց։ Հիմա կթողնենք խմորը կծածկենք, մի քիչ կհանգստանա, հետո նոր մենք աթանք սկսենք թխելը։ Սերի հետևորդներ, հիմա խորից են պատրաստում։ Իսի խորիսը պատրաստում են նոր տարբերակով։ Հիմա ավելացնում եմ ալյուրը ավելացնում եմ կրակի վրա բովենին։ Այդ բաժակ երկու լավ ճաշի կթար յուղ եմ լցրել, վանելին եմ լցրել և մեկ բաժակ շաքարավազ, երկու բաժակ յուղ, մեկ բաժակ շաքարավազ, երկու բաժակ ալյուր, եթե պետք լինի նորից կլցնենք։ Ակնքի ցածրացնեմ, ձեղս վաղում է։ Այս տարբերակով ասում են ավելի լավ է ստացվում խորիզը։ Դրա համար որոշեցի այս տարբերակով պատրաստել։ Բայց ոնց որ էլի ալյուր կդելացնեմ։ Կես բաժակ էլ ալյուր լցրեցի։ Երբ որ պատրաստ լինի, այսենց պետք է խառնենք։ Երբ որ լրիվ պատրաստ լինի, նորից կմիանանք ձեր հետևորդներ ջան։
Հիմա խորիսն եմ լցնում, այս անգամ սենց բացված եմ, բացվելով եմ, բարակ բացված եմ խորիսը տնելու։ Սենց փաթաթում ենք։ Սիրե հետևորդներ ջան, հիմա այսենց փաթաթելու ենք։ Իսկ այս ծայրը մտցնում ենք տակ, ասենց։ Հիմա կդնենք ստեղ, միջև թխելը, հաջորդ ենք բացելու։ Սիրելի հետևորդներ, ես էլ մեր գունդը, այսպես բացում ենք, ծու եմ կսում երեսին,
Ասել հետևորդեք մամա գնանք ջեռուցը։ Սիրելի հետևորդներ, սա էր մեր գաթալները, տեսեք ինչ լավ է թխվել սիրելիներս, նույնն էլ սա, ես էլ երորդ, ես ակը կտրեք տենանք համրոցը։ Ասել հետևորդներ ջան, նայեք տեսեք շերտի հաստությանը և մեջի խորիզի։ Դե սիրելի հետևորդներ ջան, մեր գաթաներ թխեցինք, պատրաստեցինք, դե ահագի սառելա դրել եմ տոպրակների մեջ, որ փափուկ մնա, շատ չչորանա, ասեմ, որ շատ քաղցր, շատ համով, ստացակ բանը, գաթա ստացակ, Հիմա որ սառելա, ավելի համով է եղել։ Տակ ժամանակը որ ուտում ես, ուրիշ համա լինում, որ սառում է, ուրիշ համա լինում։ Դե սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք բաժանորդագրվել, զանգակ կոճակը սիրելիներս, ինչի գրվեք ձեր մեկնաբանություններով, սիրելիներս, ձեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ կոմենտների համար, սրտիկների համար, բոլորից շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ սիրելիներս։